Տղայի հայրը օգնել է մեկ փղի և ոչ ոք չէր սպասում, որ այս փիղը մանկության անհոգ տարիներին ի նշան երախտագիտության ողջ կյանքում կտրի տղային։ Փիղը դարձավ նրա լավագույն ընկերը։ Նա ֆուտբոլ էր խաղում տղայի հետ, գտնում էր տարբեր միջոցներ նրան ուրախացնելու համար և ամեն օր նրա կողքին էր։ Երբ տղան մեծացավ, նա արդեն չէր կարող պատկերացնել իր կյանքը առանց փղի, իսկ փիղը դարձավ նրա հոգատար ավագ եղբայրը։ Նա գիտեր, որ տղան երազում է գոլ խփել, ուստի բարձրացրեց նրա ժանիքների վրա՝ օգնել երազանքների իրականացմանը։ Ամեն ինչ, ինչ տղան ուզում էր, փիղը կատարում էր առանց երկմտելու։ Ամենաբարդ հնարքները նրա համար խնդիր չէին, բայց նա միշտ հետևում էր անվտանգությանը։ Երբ տղան հեծանիվով էր գնում, փիղը հիշեցնում էր նրան՝ դնես սաղավարտը, իսկ անհրաժեշտության դեպքում օգնում էր ամրացնել այն։ Ավագ եղբոր դերում փիղը սիրով հոգ էր տանում տղայի մասին։ Տաք եղանակին նա բացում էր ջրախողովակը, որպեսզի թարմացնի տղային, իսկ երբ տղան ուզում էր հանգստանալ, փիղը պառկում էր նրա կողքին, որ նա կարողանա հենվել իր վրա։ Այս յուրահատուկ հոգատարությունը հուզում էր տղային մինչև հոգու խորքը, և նա հիշարժան պահերը նկարում էր տեսախցիկով։ Օր առ օր, տարի առ տարի փիղը իր ժանիքներով աջակցում էր տղայի երազանքներին և իր կնճիթով պաշտպանում նրա մանկությունը։ Երբեմն ընտանիքը միայն նրանք չեն, ովքեր ձեզ հետ արյունակցական կապ ունեն, այլ նրանք, ովքեր պատրաստ են իրենց ողջ կյանքը անցկացնել ձեզ հետ։